Բարեցես բոլորիդ Տեր Հիսուսի անունով բոլորդ գողջունեմ չեմ գիտեր ովքեր ինձի գտիդեն գլսեն բայց ուր որալես լա Հայաստան, Լիբանան, Ավստրալիա, գամ Ամերիկա, գամ ուրիշ ուր որես Տեր Հիսուսի անունով գբարևեմ քեզ այսօր միասին պիտի նայենք ծանոթ հատվածիմը Մարգոս Ավետարան 16-րդ գլխուն Առաջին մի քանի համարները եթե ունիս Աստվածաշունչը հետդ հաջից թունալփած ինձի հետևիր ինչ որ ես կգարտամ Մարգոս Ավետարան 16:1-3 եւ Աստծո խոսքը այսպես կսե ու երբ շաբաթը անցավ Մարիամ Մագդաղենացի եւ Հակոբոսի մայրը Մարիամ եւ Սողոմե խունգեր ձախուարին որբեսի քան օձեն զանիգա եւ մեկ շաբթի արդվանց շատ գանուխ երբ Արևը գծակեր եկան քերեզմանը ու իրարու գսեին քարը ով պիտի կլորե մեզի քերեզմանին թռնեն շատ ծանոթ հատվածն է եւ այս հատվածը եւ մնացած համարներն ալ եթե գարտալուլան գործածվի շատ անգամ հարության շրջանին եւ պատկաններ գդրվի ադուղությամբ բայց շատ մգեդեր կան այս հատվածի մեջ ընդհանուր 16-րդ գլխուն որ բոլորիս օգտակար է եւ սորվելիք բաներ ունին եւ գուզեմ միան երկու հատին նայել այսօր առաջինը գուզեմ սկսել գիներեն թե ով էին այս գիները այս երեք գիները որ կացին եւ ուզեցին երթալ թեպի քերեզման Հիսուսի մարմինը օծելու եւ անգամ եւս գգարտանք գսե Մարիամ Մագդաղենացի Հակոբոսի մայրը Մարիամ եւ Սողոմե խունգեր ձախու առնելով աս երեքը եւ մենք ինչպես որ գիտենք Տեր Հիսուս Քրիստոսի ծառայության ընթացքին եւ որ ինք մեկ եղե ուրիշ քյուղ կամ քաղաք որ երթար իրեն կհետևեին շատ մաշակերտներ որ ուներ եւ անոնց հետ անշուշտ արաքյալները 12 որ ինք ընդրեց արաքյալները լալու իրեն հետ էին միշտ որ սորվին եւ այլն բայց միան ասում չէին հաբա ասորոնց գողքին գային գիներ որ նաեւ գհետևեին ուր որ Հիսուս երթար եւ հոն իրեն սպասավորություն ծառայություն գնային եւ գտեսենք ասիգա ներողություն Ղուգաս Ավետարանի մեջ Ղուգաս 8-րդ գլխուն 1-3 այսպես կսե ու եղավ որ անգե յետեւալ ինք ասինքն Հիսուս քաղաք ու քյուր կամ քերեկեր բդդելով գքարոզեր եւ Աստծո թակավորությունը գավելարաներ 12-ը իրեն հետ էին նաեւ քանի մգիներ որոնք չար ոգիները ու հիվանդությունները բժշկվեր էին Մարիամ ու Մագդաղենացի որ Մագդաղենացի գսվեր ուրգե 7 թև ելերեր եւ Հովաննա Հերովտեսի Դանը Վերագացուին Քուզայի գինը եւ Շուշան եւ շատ ուրիշներ որոնք իրենց ըստացվածքովը անոր ծառայություն գնային ով էին այս գիները առաջինը որ մենք կտեսնենք գսե Մարիամ Հակոբոսի մայրը ուրեմն այս Մարիամը Հակոբոսի Մարիամը Ալփեոսի գինն էր Ալփեոսի գինը որ Հակոբոսն 12 արաքյալներեն մեկն էր ոչ թե Հակոբոս եւ Հովանես որ երկու եղբայրներ էին այդ Հակոբոսն է հաբա երկրորդ Հակոբոս մգար եւ որ գարտանք մենք Մարգոս Ավետարանի մեջ 3-րդ գլխուն 18-րդ համարը ուրեմն Մարգոս Ավետարան 3-րդ գլխուն 18-րդ համարի մեջ այսպես կսե Եվ Անտրիասը ուրեմն եթե սկիզբեն գարտանք մեկ Հակոբոսը Հովանեսը Պետրոսը եւ այլն գսե եւ 18-րդ համարը եւ որ գուքանք Անտրիասը ու Փիլիպոսը Բարտողոմեոսը ու Մատթեոսը եւ Թոմասը ու Ալփեոսյան Հակոբոսը ուրեմն երկրորդ Հակոբոս մգա 12 արաքյալներուն մեջ եւ ասիկա Ալփեոսյան այսինքն Ալփեոսի Զավագն է Ալփեոսյան Ալփեոս Հակոբոսի հայրը եւ ուրեմն այս Մարիամը որ մենք կտեսնենք թեպի քերեզման երթամուշ գիներուն հետ Ալփեոսի գինը ուրեմն այս Հակոբոս նաեւ իրեն համար գսվի գրծեր այսինքն բստիկ Հակոբոս եւ որ մենք կգարտանք Մարգոս 15
5-րդ գլխուն եւ 40-րդ համար այսպես կսե նույն Մարիամին համար Մարգոս 15:40 գիներալ գային ասիկա խաչելուչան ադեն է եւ որ Հիսուս խաչին վրաներ գիներալ գային որոնք հերվանց գնայեին որոնց մեջ էր Մարիամ Մագդաղենացի եւ բզդիկ Հակոբոսի ու Հովսեսի մայրը ուրեմն այս Հակոբոսի բզդիկ Հակոբոսի եւ Մարիամ եւ Հովսեսի մայրը նույն Մարիամն է որ գիրագի արդու Մարիամ Մագդաղենացի հետ գերտա եւ Սողոմեի հետ գերտա խունգերով եւ այլն ուրեմն աս Մարիամը գրծեր Հակոբոսի գրծեր գամ բզդիկ Հակոբոս ինչու գսե դարքի համար է չեն գիտեր գամ թերևս հասագով մարմինով ավելի բզդիկ էր գամ թե թերևս թիրքով այսինքն արաքյալներու մեջ որովհետեւ Հակոբոս եւ Հովանես Պետրոս ավելի բարձր թիրքի թերևս ունեին 12-ի մեջ եւ աս երկրորդ Պետրոսը թերևս ավելի բզդիկ ավելի թիրքով բզդիկ անցմները սելով Ադբես կգոչվի բայց չեն գիտեր ինչ որ ալ է կարևորը որ Մարիամը այս Հակոբոսի Ալպեոսի գիններ եւ այդ Հակոբոսի որ 12-ին մեկն էր անոր մայրն է շատ բան չեն գիտեր աս գնոջը մասին բայց գիտենք որ ինք մեղավոր էր առաջ որ Հիսուսը հանդիպեցավ եւ Հիսուսի հավատաց բայց ատկե ետ Հիսուսի հանդիպելեն ետ իրեն հավատալեն ետ սկսավ ծարայել ասի շատ կարևոր եթե նույնիսկ ուրիշ բան չսորվինք աս գնոջ մասին որ երբ որ ինք հավատաց հավատալեն վերջ փրկվելեն վերջ սկսավ ծարայելու հարցումը ասե տուն արդյոք փրկված ես եւ եթե փրկված ես տուն կծարայես Տեր Հիսուս Քրիստոսի շատ կարևոր է ասիգա շատ անհրաժեշտ է ասիգա որ մենք պետք է ծարայենք մեն որ Հիսուսը ընդունենք պետք է ծարայենք եւ ծարայությունը ըստ բաման եկեղեցի մեջ եթե կծարայես շատ լավ բայց եկեղեցին դուրս նորեն գրնաս ծարայություն ունել ասո խոսքը շատ հստակ կսե որ իմ անունովս քավատնը բաղչուրն ունիս դաս ինձի երազվի դալաս Մատթեոս ավետարանի մեջ մենք կտեսնենք այս ճշմարտությունը Մարգոս ավետարան 25-րդ գլխուն 34-ին 40-րդ համարներու մեջ ասպես կսե անադեն թագավորը իր աջ կողմը եղողներուն բիդիսե եկեք իմ հորս օրնվածները աշխարհի սկիզբեն ցեզի համար պատրաստված թագավորությունը ժառանգեք Վասենզի անոթեցա եւ ինձի ուտելիք տվիք Զարավեցա ինձի խմծուցիք Օդարական էի եւ զիս ներսարիք մերգ էի ու զիս հակվեցուցիք հիվանդ էի ինձի դես եկաք Փանդի մեջ էի ինձի եկաք այն ադեն արտարները անոր պատասխան պիտի տան ու ասեն դեր երբ քեզի անոթեցած տեսանք կամ գերագրեցինք կամ ծարված ու խմծուցինք երբ քեզ օդարական տեսանք ու ներս արինք կամ մերգ ու հակվեցուցինք երբ քեզ հիվանդ կամ փանդի մեջ տեսանք ու քեզի եկանք եւ թագավորը պատասխան տալով բիդիսի անոն ճշմարիտ կսեմ ցեզի որովհետեւ այս եղբայրներուն իմ եղբայրներուս ամենաբզիկներեն մեկուն ըրիկ ինձի ըրիկ շատ հստակ է սիրելներ եւ որ մենք գծարայենք մարդոց հասնելու եւ զանազան գերբերով մենք այս զարայությունը գրնանք անել Հիսուսի ըրած կլանք հարցումս եթե փրկված ես տուն Հիսուսի գծարայես Հաջորդ գինը Սողովմե որ գնայինք ուրեմն Մարիամ Մագդաղենացի Հակոբոսի մայրը Մարիամ որը սինք որ Մարիամ ներասիգա արաքյալներեն մեկուն մայրը բայց ոչ մյուս առաջին Հակոբոսին եւ երկրորդը Սողովմե ով էր եւ առաջին անգամ է որ հոս մենք այս հատվածի մեջը բոլոր սուրբքի մեջ կամ ավետարաններու մեջ Սողովմե անունը գիտենք այս Սողովմեն ուրեմն Հակոբոսի եւ Հովանեսի մայրն էր առաջին Հակոբոսի Զեպետյոսի որդիները ուրեմն Սողովմե Զեպետյոսի գինն էր եւ իր ամուսինը Զեպետյոս եւ շատ անգամ մենք
գտեսնենք այս Հակոբոսի եւ Հովանեսի առաջին երկու եղբայրները, որ առաքյալներ եղան, գսե Զեպետյոսի որդիները եւ այս նույն Մարիամն էր Սողովմե, որ եկավ Հիսուսի, ասա որ հարցում խնդրանք մոնիմ քեզի, ասա իմ աս դղակներես մեկը քո աչ կողմը նստի թակավորության մեջ եւ մյուսը ցախ կողմը, այս Սողովմեն էր, այս Զեպետյոսի որդիներուն մայրը, որ գսե, որ եկավ եւ այդ խնդրանք կրավ, այս նույն Սողովմեն է եւ ասալ անցյալին չենք գիտեր ինչ տեսակ գին եղած էր, բայց գիտենք որ մեղավոր եղած էր եւ գիտենք որ Հիսուսի հանդիպեցավ, փրկվեցավ եւ ինչ ըրավ, սկսավ ծառայելու Քրիստոսի, սկսավ ծառայելու, թուն փրկված ես, կծառայես։ Հաջորդ գինը, որ մենք կգարտանք, Մարիամ Մագդաղենացի։ Մարիամ Մագդաղենացի, ուրեմն Մագդաղենացի գսվի, որովհետև ինք այդ քյուրերեն մեկն էր, որ Գիլիգիա Ձովեզերքի քյուրերեն մեկը, եւ անոր համար է, որ հոնդեղացի Մագդաղենացի գսվի Մարիամը։ Բայց հարգանշական հարցը աս է կամ գեդը, որ 7 թևեր իր մեջ են ելան։ Ուրեմն աս 7 թևերը գսվի, ոչ թե գսվի, ավելի գենթադրվի, որ շատ վատ ահրելի գին լալու էր իր կյանքի մեջ անցյալին։ Գրնալալ, որ շնության մեջ բռնված էր, շնություն գներ, ապօրինի կյանք կաբրեր, կամ թիվային կյանք կաբրեր, չեք գիտեր, բայց 7 թև ելելը բավական վատ վիճակի մեջ անցումն էր։ Անցյալը շատ քեշ եղած էր։ Բայց մեմը որ Հիսուսի հանդիպեցավ, Հիսուսը ընդունեց, մույս գիներուն հետ, առաքյալներուն հետ գբդդեր եւ ինք գծարայեր դեր Հիսուս Քրիստոսը։ Սիրելիներ, մեր անցյալը ինչ որ ալե, ամենանվան անցիգը, քեշ անցիգը, որ նույնիսկ եղած ենք, մեմը որ Հիսուսի կհանդիպինք եւ կփրկվինք, մենք նոր անցեր ենք, նոր ստեղծված եւ պետք է որ մենք ծառայենք։ Բողոս առաքյալ ինքն ասավ, գիտես, Բողոս առաքյալ ասավ, ես մեղավորներուն գլուխն եմ, ասավ։ Եվ բայց եւ որ ինք Հիսուսի հանդիպեցավ, իր անցյալը մորցավ, նոր ստեղծված, նոր անցյալ եղավ։ Եւ մենք հիմա որ հավատացյալներ ենք, գոհարներն ենք մենք, jewels Քրիստոսի Աստուծո։ Մեր անցյալը պիտի մոռնանք եւ մենք ընդունենք մեր ով ըլլալը Տեր Հիսուս Քրիստոսով Աստծո արդարներ, սուրբեր եւ ինչ ենք, ծառայենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ ինք մեզ մահեն, դժոխքեն, հավիտենական դանչանքեն մեզ ազատեց։ Թուն փրկված ես, կծառայես Աստծո։ Շատ կարևոր է եւ չեմ գնալ շատ թեթև անցնին աս գեդին վրայեն։ Եվ չեմ գնալ բավարար շեշտել, որ երբ որ անցումը կփրկվի, մեղքերը կմաքրվի, նոր ստեղծված գլա, պետք է ծառայե Տեր Հիսուս Քրիստոսը։ Եթե դու փրկված ես, Աստված քեզի դաղանտը, բարգեւը շնորհած է։ Եվ ադով դու պետք է Հիսուսի ծառայես։ Եվ մենք իբր հավատացյալներ ամեն մեկս տաղանդ ունենք, կարողություն ունենք։ Եվ այդ կարողությունը, որ Աստված մեզի տված է մեր օգուտին համար, չէ, հաբա Մույսին, մեր քովինին, մեր թիմացին եկեղեցին շինությանը, Քրիստոսի մարմնին շինությանը համար է, ուրիշին օգտակար ըլլալու համար է։ Դուն գծարայես, եթե փրկված ես, եթե Հիսուսի հանդիպած ես, մեղքերդ եթե ներված են, գծարայես Քրիստոսի։ Նայեցեք ինչ կսե Հռոմայացիս 12-րդ գլխի մեջ 4:8, Հռոմայացիս 12:4-8 գսե վասնզի ինչպես մեկ մարմինի մեջ շատ անդամներ ունենք ու այն ամեն անդամները միևնույն գործը չունի, նույնպես մենք շատ որներս մեկ մարմին ենք Քրիստոսով եւ ամեն մեկերնից իրարու անդամներ ենք, ուստի մենք զանազան բարգեւներ ունենալով այն շնորհքին համեմատ, որ մեզի դրված է, եթե
մարգարեություն հավատին չափովը կործածենք, եթե սպասավորություն սպասավորության մեջ լան, եւ եթե անոր գսորվեցնեն սորվեցնելու յետևե ըլա, եթե անոր գհորտորե հորտորելու յետևե, անոր գփաշխե բազմուզությամբ թողնե, անոր վերագացու է չանքով, անոր գողորմի հոժարությամբ, ահա ամեն մեկը զանազան մարմինի մեջ ինչպես որ մարդու մարմինը զանազան անդամներ ունի եւ ամեն մեկը նույն կորձը չներ հավատարբեր Քրիստոսի մարմինի մեջ ամեն մեկը կորձ ունին կնելիք թուն գնես այդ կորձը Քրիստոսի եկեղեցին շինելու թուն գծարայես Հիսուսի շատ կարևոր հարց ունի թուն քեզի պետք է պատասխանես ասի հաջորդ կետը որ գուզեմ շեշտել այս հատվածի մեջ է ինչպես որսի շատ գետեր կան, բայց այս մեկ գետը կարևոր է եւ գուզեմ այսօր քու ուշադրության հանցնել։ Ինձ համար շատ զարմանալի բան է, որ այս երեք գիները իրենց միտքը դրած են երթալու քերեզման, օձելու Քրիստոսի մարմինը։ Դարօրինակ է քիչմը եւ քիչմը ասենք հիմարություն, գարձես սխալ բան մգնեն։ Եթե դրամապանությունը մարդ կործած է, դրամապանական օրեն, մարդկային դրամապանություն, գսես որ աս գիները ինչ գնեն, սխալ գարնեն, իրենց ժամանակը գվադնեն, որով չի կարելի որ երթաննել։ Ասեմ ինչու, առաջինը որովհետև բահակ զինվորներ կար քերեզմանին, եւ այս բահակ զինվորները ինչու հոնեին։ Հոնեին, որ մեկը չարդոնեն նույնիսկ մոդենա քերեզմանին, որովհետև փարիսիցիները հрьяաները այդ վախը ունեին, որ գիշեին թե Հիսուս ինչ կսե, որ 3 օրեն հարություն մի դառնե։ Ուրեմն իրենց միկ որով չէին հավատար ըսածներուն Հիսուսի։ Ասին չլա որ մեկը կա մարմինը կողնա եւ ասեն ահա հարություն արավ եւ ուրեմն այս հերցվածողությունը իրենց մտքով հերցվածողություն գխորին heresy ավելի քեշլա եւ սխալ լուր դարածվի եւ ուրեմն բահակ զինվորներ դրած էին եւ նայիր այս բահակ զինվորները մեծ բարդականություն ունեին որ եթե իրենց բարդականությունը չունեին գրնային սպաննվիլ եւ ուրեմն Մատթեոս ավետարանի մեջ եւ որ մենք գարտանք Մատթեոս 27-րդ գլխուն 62-ին 66 համարներու մեջ այսպես կսե եւ հետեւյալ օրը որ ուրբաթեն յետև էր քահանայապետները ու փարիսեցիները ժողվեցան Բեղադոսիկով ու ուսին դեր գշենք որ այս մոլորեցուցիչը Հիսուսի համար գսեն մոլորեցուցիչ իր գենտանության ադեն գսեր թե 3 օրեն յետև հարություն գարնեմ ուսի հրամաններ է որ մինչև 3-րդ օրը քերեզմանին սկսությունն է չլա թե իր աշակերտները քիշերով կան զանիգա կողնան եւ ժողովրդին ասեն թե մերելներեն հարություն արավ եւ յետքի մոլորությունը առաջինեն քեշլա Բեղադոս ընսավանոս թուք ունիկ բահաբանզիվորներ կացեք սկսություն արեք ինչպես որ գիտեք եւ ահա ուրեմն այս բահաբանզիվորները շատ կարևոր կորձ ունեին եւ եթե իրենց կորձը չունեին Բիդի գրնային փանդարգվել նվազագույնը եթե ոչ սպաննվել եւ ուրեմն հիմա ինչպես ասկիները իրենց միտքովը խելքովը գխորին որ բիդի գրնան եւ արտոնություն ունենան զինվորներեն երթան ներս քերեզմանը եւ հոն օձեն անգարելի բաներ բիդի չլար ասի առաջինը երկրորդը նույնիսկ եթե զինվորները արտոնություն դային Հսկա քարմը գար քերեզմանին թուրին հոն տրան արչե եւ անգարելի է որ աս 3 գիները բիդի գարենային քլորել այդ քարը եւ անոր համար իրարույալ ասի որ ով բիդի քլորե աս քարը մեզի համար անգարելի բաներ որ իրեն գարենային այդ քլորել 16-րդ գլխուն Մարգոս 3-րդ համար գսե ու իրարու գսեին քարը ով բիդի քլորե մեզի քերեզմանին թռնեն ինչ կմտածեին ասկիները որ ասիկա փամը չեր որ ասենք համեմ գամ
խումը կամ փամը մորցած էին օձելու, հաբա չեն գիտեր ինչ պիտի ընեն նույնիսկ, թե ինչպես պիտի կլորեն այդ քարը, իրենց համար մեծ նյութ են ասիգա, բայց անոր հետ մեկտեղ դակավին գերտան, ինձի համար գսեմ, որ ասիքիչ հիմարություն է, իրենք այս դժվարությունները ունենալով, երթան կերեզման և խորիլ, որ պիտի գրնան օձել, հիմա կաղապար մտալու համար, այս մեծ քարը, որ գար կերեզմանին թրան արջև, գսվի, որ մոտ 1.2 տոն, մոտ 3-4,000 pound ըլալու է, ըսե 3,000 pound, 1.5 տոն, բիդիելար մոտ 5 ոտ կամ 1.5 մետրեն ավելի քիչմը, ասիկն կրեթե իմ հասագս շրջանագով և մեկ ոտք 12 ինչ հաստուճամ և մասնակետներ գսեն, որ մոտ 20 դղա մարդ պետք էր, որ այս քարը կլորվեր 20 մարդով թրան արջև եկա, պետք է թրան թրնեն, եթե ետ բիդի կլորեն 20 մարդ պետք է մոդավորապես և հիմա իրենք ինչպես բիդի գրնան այս ընել հարցումս քեզի, որ եթե թունը լայիր այս վիճակներու մեջ բահաբանները հոն, արդոնություն բիդի չունենաս, հրաման բիդի չունենաս, օձելու և այս քարը գար, թուն բիդի երտայիր, ընեիր, և կամ ինչ խորուրդ բիդի դայր այս գիներուն, թե թող երտան, կամ ոչ, ես բիդի սեի, նախ եթե ես բիդի երտայի, բիդի սեմ, որ չէ, հիմարություն է երտալը, այս դժվարությունները իմ արջևս անգարելի որ երտամ և եթե ինձի մեկը հարցն է, բիդի սեի, որ ոչ, անգարելի է որ երտաս, այս վիճակներու մեջ, այս պայմաններով հիմարություն է երտալը, որով անօգուտ է և ժամանակը բիդի գործընծնես, գորուստ հետաքրքիրը ասիգա է, բայց այս գիները հագարակ այս դժվարություններուն և այս պայմաններուն հագարակ ժխտական և վիճակը, որ պատասխանալ չունին և չեն ալքիդեր բիդի գրնան, կամ չի գրնան, դակավին գերտան ընելու և ես կխորիմ, որ նույնիսկ այս գիները ասի գենցատրեմ, ասո խոսքի մեջ չի գա գրնալալ, որ նույնիսկ առակյալներուն հետ և աշակերտներուն հետ ալ խոսեցան ասոնք այս պայմանները, դժվար պայմանները իրենց արջև ունենալով թերևս հարցուցին, արդյոք ինչն ենք երտանք, չերտանք և այլն գրնավոր առակյալները նույնիսկ իրենց ասի, որ ոչ այս պայմաններով անգարելի է, որովհետև նախ բահաբաններ կան իրենք ալ արդեն սենյակի մեջ իրենց փանդարգեր էին, իրենց վախեն ինչու համար առակյալներ իրենց հետ չէին բայց ուրեմն բայց ասկիները կացին ով մեզի համար ասքարը բիդի կլորե այս հարցը իրենց գրնար անդամալույ ձնել գիներուն գրնար իրենց գեցնել իրենց եղած դեղը և ետ հարցնել և չշարնագել հուսախապնել իրենց այդ դժվարություններուն որու արջև էին բահաբանները և այս մեծ քարը հարցնելով թե ով մեզի համար պիտի կլորե իրենց համար անգարելի էր գրնար իրենց ետ բահել գեցնել գեցածները ետ թարնալ և ետ դուն վերադառնալ բայց եթե նույնիսկ սկիզբեն ալ մտածեին բնալ ջամփայալ չելել ինչ պիտի ըլլար եթե իրենք գենային չերտային և այս դժվարությանը արջև որ էին իրենք և սկսեին մտածելու դրամապանական օրեն մարդկային դրամապանություն եթե կործած էին պիտի ասեն որ չէ մենք բեք չէ ելնենք ինչու կասի չեն պիտեր բայց պատկերացուր վարյամը երևակայ է որ եթե չերտային ինչ պիտի լար այդ հրաշագործությունը որ կատարվեցավ հարության արդուն
բիդի չի դեսնեին։ Երկու հրեշտակներուն բիդի չի դեսնեին։ Երկու հրեշտակներուն հետ խոսակցություն բիդի չունենային։ Բիդի չի դեսնեին Բարաբ քերեզմանը եւ բիդի չի դեսնեին Դեր Հիսուս Քրիստոս, որովհետեւ Հիսուս եւ որ դագամին այդ քերեզմանի շրջանի մեջ էին Մարիամին հայտնվեցավ եւ այսպես Հովանու ավետարանի մեջ գտեսնենք անիգա Հովանու 20-րդ գլխուն 11-րդ համարի մեջ գսե բայց Մարիամ քերեզմանին դուրսը գայները եւ գուլար եւ ու երբ գուլար թեբի քերեզմանը ծրեցավ նայելով ու տեսավ երկու հրեշտակներ ջերմակ հանդերձներով որ նստեր էին ուր Հիսուսի մարմինը տրված էր մեկը գլխուն գոմեն ու մյուսը ոտքին գոմեն ահա բիդի չի դեսնեին անիգա եւ 15-րդ եւ 16-րդ համարներու մեջ նույն գլխուն գսե Հիսուս անորսավ Մարիամին ով գին ինչու գուլաս ով գփնրես ինք գարձելով Մարիամ գարձելով թե իրեն այդ խոսողը բարդեզբանն էր ըսավ անոր դեր եթե տուն վերցուցիր զանիգա ըսե ինձի ուր թրիր որբեսի ես զանիգա առնեմ 16-րդ համարի մեջ գսե Հիսուս ըսավ անոր Մարիամ անալ դարձավ ու եբրայցերեն անոր ըսավ Ռաբունի որ վարդապետը ասել է ահա եթե իրենք չերտային այս փորձառություն այս հրաշքը բիդի չգրնային վայելել տեսնել փորձարապար մեմը որթուն գմդածես այս նյութը Terevs tunal unis kummetit մեջ աստբեսի հարցումը որ ով ինձի համար մեզի համար այս ծանր քարը հսկա քարը բիդի քլորե Terevs ընտանեկան հարցով Terevs ֆիզիկական հիվանդության հարցով Terevs կորզի հետ գապ ունեցող Terevs նյութական հարցերով սա ինչ որ է Եվ գսես ով բիդի քլորե ինձի համար այս քարը Պետք է նաև այս հարցումին հետ գիտնանք եւ հաջորդ հարցումը ասիգա թերևս պիտի հարցնենք թերևս այդ քարը արդեն քլորված է եւ որ հոն հասնենք եթե մենք ջամփան շարունակենք եւ եթե իդ չգենանք եւ իդ չթարնանք հաբա չի հուսահատենք ու շարունակենք պիտի տեսնենք թերևս քարը արդեն քլորված մի մորնար ինչ որ ալ է այդ հսկա քարը որ քու արչևը եւ իմ արչևս կգենա եւ մեզի արկելք է մեր ջամփան շարունակելու եւ մեզի գնջե ու մեզի գղմե նեղություններու մեջ քիծիր որ ասված այդ քարեն ամենան հսկայական ժայրեն նույնիսկ մեծ եւ կարող է եւ ինք բիդի քլորե քարը քեզի եւ ինձի համար մեզի կմնա ինչ մեկ քայլ առնել եւ հետո մյուս ոտքը այդ քայլին արչեւ դանել եւ հետո մյուս ոտքը եւ ցկել որ Հիսուս քարը քլորե մեզի համար եւ ասված եւ մենք բոլորս ունենք ժայրեր քարեր որ պետք է քլորվին Բայց ժայրեր կան, հարցեր կան, մեր արջևը գանած, որ մեր կարողութեն է վեր է, բայց ասված այդ բոլոր հսկայական ժայրեն ավելի մեծ է, և եթե մենք չշարունակենք քայլը, և եթե մենք հարաճ չերտանք, քայլ առ քայլ չնենք և վազանցնենք, գիսատ մնա մեր արշավը և ետ դառնանք հուսախապ, պիտի գործընծնենք այդ հրաշալի փորձառությունը Աստված կործելու մեր կյանքերս։ Հիմա Աստված զանազան կերպերով կկործե, գիտես։ Աստված նաև կքլորե հսկայական ժայռեր եւ նաև կկործածե անձեր։ Եվ ես կհավատամ, որ Աստված նաև ACM-ը կործածած է շատ հսկայական մեծ ծանր քարեր քլորելու անհատներու եւ ընտանիքներու արժևեն։ Ինչպես ACM-ի միջոցով հարաբերություններ եւ բարեկամություններ մշակվելով ըլլա դարբեր ընտանիքներու հետ, ըլլա ACM-ի ծառայողներով եւ կորզավորներով,
ըլա Լիբանանի մեջ, ըլա Հայաստանի մեջ, ըլա Ավստրալիայի մեջ, ըլա Ամերիկայի մեջ։ Եվ բարեկամություններ մշակված են ACM-ի կորզավորներուն հետ եւ քույր եղբայրներու հետ։ Խրատները, ուղղությունները, հորտորանքը, քաչալերանքը, որ գստանանք այդ մեր բարեկամության մեջ շփում ունենալով ACM-ի բադասխանադու անձերով, ընտանիքներով։ Այդ պատկամները, որ գլսես եւ այդ devotion-ները, որ հրաչ եղբայրը, որ ամեն արդու գղրգե, քաչալերելու, սորվեցնելու, հորտորելու, Աստծո ավելի մոտեցնելու, անշուշտ նաեւ նյութական օրհնություններ, որ ցաներ փերներու դակ գլանք շատ անգամ եւ թերևս ցունալ եղած ես եւ գսես ասոր դակին ես ինչպես պիտի ելնեմ։ Ահա ACM, ասված ACM-ը գործած է այդ ցաներ ժայրը, քարը քլորելու քու արչեվետ օգնություն հասցնելով նյութական նույնիսկ։ Ինչ որ է քու վիճակը։ Ուրեմն, սիրելիներ, կուզեմ այս շեշտը տնել։ Ինչ վիճակներ է որ ագանցնիս։ Ինչ ժայռալ որ ունիս թիմացդ եւ գսես ով ինձի համար պիտի քլորի, ես կարող չեմ։ Ինչ որ է այդ նյութը լա նյութականը լա ֆիզիկականը լա ընտանեկանը լա զավակներու հարցը լա կորձի հետ գաբունի մեկ քայլ առաջ հայդո հաջորդ քայլը մի յետգենար մի հուսախապ լար յետ մի թարնար հաբա հարաճ գնա Աստծո հետ Աստծո վստահելով եւ թող դուր որ Աստված իր կորձը իր ժամանակին այդ քարը քլոր է եւ Աստծո հրաշքը տեսնես քու կյանքիդ մեջ։ Մի զրգեր Աստծո հրաշքը կորձը տեսնելու յետ գնալով հուսախապ լալով։ Լավ լսե։ Մեր կյանքի մեջ ժայռեր կան եւ պետք է քլորվին։ Աստված պիտի քլորե երբ ժամանակը կա եւ Աստված կկործած է անձեր եւ թերևս Աստված գուզե քեզ ալ կործածել ուրիշ ընտանիքներու ուրիշ անհատներու իրենց հսկայական ժայռը քայրը քլորելու քու օգնությունով քու ծառայելով եթե բրգված ես թերևս Աստված քեզ գանչած է որ դու ուրիշիմը քարը քլորես Աստծո օգնությամբ դալով օգնելով խրադելով, բարեկամը լալով, ընկերը լալով, լսելով անոր ցավը, վիշտը անոր աղոթելով, ինչ որ է քու կարողությունը Աստծո տուն գծարայես։ Եթե բրգված ես, Աստծո կորզի մեջ կորձը, բաժինը ունիս անոր թակավորճանը մեջ։ Եվ մի մոռար, Աստված կարող է ամենամեծ ժայռը, քարը, արգելքը, պատնեշը, բարիսպը քանթելու եւ մեր արժևեն ոլորելու եւ մենք շարունակենք իրեն վստահելով եւ գաղութեմ որ Աստված նախ քեզ կորձած է ուրիշի նեղությունը ուրիշ ընտանիքի կամ ուրիշ անհադիմը հսկայական քարը քլորելու եւ անոր հետ մեկտեղ հիշե եթե ցաներ փերունիս մեծ ժայռը որ պետք է քլորվի բայց չես նույնիսկ գիտեր թե ինչպես վստահե Աստծո յետ մի գնար հարաճ գնա քալե Աստծո հետ եւ թող դու որ ինքը իր կորձը քլորելու ընե քեզի համար ամեն երկնավոր հայր գաղութեմ որ դու օրհնես այս պատգամը եւ անոնք որոնք ցաներ փերներ ունին ժայռեր եւ քարեր քլորելու եւ կարողությունը ունին շնոր կրե դու քլորե քարը ինչպես քերեզմանին արչեվին at քարը քլորեցիր Եվ ուրաքանչյուրս որ փրկված ենք օգնե որ մենք ալ բաժին ունենանք այդ քարը քլորելու ուրիշի համար կորձածե մեզ եւ օգնե որ մենք քեզի ծառայենք Հիսուսի անունով ամեն Դերը օրհնե բոլորը